Բարև բոլորին։ Բարև ձեզ։ Բարի օր։ Այսօր օգոստոսի 9-ը 2025 թվական եւ մենք որոշել ենք գնալ Վրաստան։ Այսօր կգնանք Ռուսթավի քաղաք, մի օր անցկացնենք այնտեղ, իսկ վաղը կգնանք արդեն Ուրեկի։ Մեզ բարի ճանապարհ, Աստված մեզ հետ, գնացինք։ Այսպես անցակետում ենք, ժողովուրդը անցնում են այս մասով, իսկ մեքենաները անցնում են առանձին։ Ահա որ վիճակ է դիրում, հերթ է բավականին, շարանով մեքենաները կանգնած են, անցել եմ անցակետը, ընտանիքս դեռ չի միացել ինձ, բայց ասենց որ նայում ենք մինչև Վրաստանի սահման այս մեքենաները շարված են մոտավոր հաշվարկով երևի մի ժամից նոր կամ ավել կանցնենք այս մասը անցավ ուղիղ 1 ժամ, բայց դեռ մեքենաների հերթը դանդաղ շարժում է առաջ Ստամա երևի եւս մի կես ժամ եւ կանցնենք սահմանը վերջապես։ Եվ այսպես 1 ժամ 45 րոպե անցավ, մինչեւ մենք անցանք սահմանը Հայաստանի, Վրաստանի։ Հիմա գտնվում ենք Վրաստանում արդեն։ Հիմա այստեղ պետք է ապահովագրություն արվի մեքենայի, հետո նոր շարժվենք առաջ։ Ողջույն Ռուստավի։ Գտնվում ենք Ռուստավիում։ Մի քիչ գործեր կան կապված մեքենայի հետ։ Դրանք վերջացնենք։ Հետո ընտանիքս կմիանա ինձ ու փորձենք երեկոյան մի փոքր զբոսնել, այցելել խանութներ։ Ինչ որ տեսնենք, փորձենք նկարահանել, ֆիքսել եւ ցուցադրել ձեզ։ Ինչ մեքենայի գործերը վերջացրինք, հիմա գնանք հյուրանոց ու ծանոթանանք հյուրանոցին, հյուրանոցի անունը հենց Ռուստավի քաղաքի անունով է կոչված, գնանք և նայենք սենյակները, տեսնենք ինչ հարմարություններ ունի մեր հյուրանոցը, որտեղ պետք է այսօր գիշերը անցկացնենք։ Գնացինք և մեր հյուրանոցը բարձրահարկ այստեղ գրված է վրացերեն և ռուսերեն Гостиница Ռուստավի։ Գտնվում է հենց Ռուստավի քաղաքի կենտրոնում։ Այստեղ Ռուստավի մոլն է։ Հիմա գնանք նայենք սենյակները, թե ինչ հարմարություն կամ անհարմարություններ ունեն։ Սա մուտքն է։
Սա վերելակն է։ Վերելակը հին վերելակներից է, բայց մի քիչ դարձած թե վերանորոգված նորացված տարբերակով։ Սա միջանցքն է, այստեղ կա շատ ուժեղ փչող կոնդիցիոներ հարկը հովանցնելու համար։ Այստեղ կա սառը ջուր, բոլոր հարկերում դրված է ջրի այս սարքից սառը ջուր խմենք։ Hot normal gold երևի gold այդքան սառը չէր։ Գնանք սենյակները վերցրել ենք երկու սենյակ երեխաների համար և մեր համար։ Մի սենյակը 2 տեղանոց է, մյուսը ոնց որ թե 4 տեղանոց է, որտև 3-ը զբաղված էր 311 և 314։ Ոնց ես գտամ սենյակները։ Ցույցի տվե։ Нэг սենյակ։ Ինչ հարմարություններ ունի սենյակը։ Սենց մեծ տարածք է, 2 մահճակալով և 1 այսպես փափուկ շուր դիվան և իր կրեսլոները։ Կոնդիցիոներ, հեռուստացույց, հեռախոս, հայլի, այստեղ կան մեկ անգամյա և մի քանի անգամյա օգտագործող հողաթափեր։ Լույսը շատ կամաց է։ Եվ մյուս սենյակը սենց 2 տեղանոց առանձին մահճակալներ։ Այստեղ սենց ինչ-որ մեծ կահույք կախիչներով, աթոռ և ոնց որ թե վերջ։ Սա մի սենյակն է, հիմա ցույց կտամ, չէ, ամենակարևոր տեղերից մեկը մոռացա։ Այստեղ կա ջուր տաքացնող սենց այս սարքը, դուշ, լվացվելու տեղ և սուպերունը կոնք, այսպես ասած։ Կամարով հետաքրքիր միջոլոց այս հյուրանոցում մի քանի անգամ եմ եղել, բոլոր սենյակների պատերը եղել են կարմիր գույն, բայց այս սենյակինը ոնց որ սենց ինչ-որ կապտա, մոխրա, սենց ոճով է սարքված, բայց մյուս սենյակներինը բոլորինը կարմիր գույնով էր։ Այսպես 311։
Սա այն սենյակներից է, որ ես ասում էի կարմիր պատերով, սենց աբույ է, հետաքրքիր աբույ, այսինչ կետիկներով, բայց կարմիր գույն, ու ինքը ընդհանուր մի քիչ, չգիտեմ, ինք կարծիքով ճնշող գույն է ինքը, ստեղ լուսամուտներ են, սա մյուս սենյակը, ստեղ սենց երկու տեղանոց մահճակալ, կոնդիցիոներ, պատշգամբ, քաղաքնայող, սա շենքի մյուս կողմն է նայում արդեն, հեռուստացույց, սեղան, թեյնիկ, բաժակներ, այսպիսի հայդիներ հետաքրքիր, ստեղ հողաթափեր մեկ անգամյա և ոչ միայն և ոչ մի բան և սան հանգույց այսպես նոր ջրի տակացուցիչով դուշ և այս մնացածը այսպիսի համարներ են, ավելի շուտ սրանք լյուքս են գոչվում, որտեղ ունեն կոնդիցիոներ, հեռուստացույց մյուս սենյակում կար նաև սառնարան, սրանք գոչվում են լյուքս, իսկ մնացած ոչ լյուքս համարները, այսինքն ստանդարտ համարները չունեն կոնդիցիոներ, իսկ մնացածը չափսերով և ամեն ինչով նույնն են։ Եկանք ընտանիքով հաց ուտելու, պատվիրել ենք հաջարական խաչապուրի, ցեզր աղցման և համեղ և հյութարի խինկալի։ Դե մեզ բարի ախորժակ։ Մենք գտնվում ենք Ռուստավի մոլի բակում, մտնենք ներս, տեսնենք ինչ հետաքրքիր բրենդային տաղավարներ կան ներսում։ Ալիքների խոտ ստեղ սնվելու բայրն է KFC ստեղ քաղցրավենիքներ նշանվերների խանութ Այլի խաղալիքների խանութ
Երեխաների խաղահրապարակ։ Եվ կա մեծ Carrefour, անցագացիր, այստեղից մինչև այս ամբողջ հարկը, մինչև հարկի վերջը, բոլորը Carrefour-ը։ Հերթով ասեմ, կա տեխնիկայի խանութ, Zoomer ակոչում։ Ալմիզը Շտողիցին նկարահանեմ Zoomer խանութում, ասեն չի կարելի նկարել։ Պաստորեն մոլը աշխատում էր մինչև 22:00։ Մենք մի քիչ ուշ այցելեցինք ու չկարողացանք ամբողջությամբ նայել եւ ուսումնասիրել մոլը։ Հիմա գնանք հյուրանոց, հանգստանանք, այսօր հոգնեցինք քաղաքին, որ վաղը շարունակենք մեր ճանապարհը դեպի Ուրեկի։ Եվ այսպես օր երկրորդ բարելույս գիշերը շատ լավ անցավ։ Քերներ ենք շատ հանգիստ եւ հոգնել ենք ճանապարհից։ Այսօր մի փոքր հետո արդեն հավաքվենք ու շարժվեցինք, գնում ենք դեպի Ուրեկի։ Մեզ բարի ճանապարհ։ Ճանապարհին կանգնեցինք,
Ես մի հատ հետաքրքիր վայրում Ո՞վ նայես։ եւ աղբաղակ մախուժեցինք։ Okay, SEG. Եվ այսպես մենք ուրեկիում ենք հյուրանոցը կոչվում է Magnetic Sand Hotel։ Հյուրանոցի մուտքից դուրս գալուց մի անգամից գնում ենք դեպի ափ, այս ճանապարհը տանում է դեպի ափ, հետո այստեղ կա ցնցուղ, որ գրված է 2 լարի, բայց հյուրանոցի հաճախորդներին անվճար է այստեղ լվացվել է։ Ավազից մաքրվել է, հետո նոր պետք է բարձրանաս սենյակ։ Բարձրանանք հյուրանոց, սա մի մուտքն է, երկրորդ մուտքը գտնվում է այն կողմից, այստեղ կա փոքր չէ, ռեստորանային մաս, եւ աստիճաններով այսպես բարձրանում ենք երկրորդ հարկ։ Նախորդ տարի երրորդ հարկում էինք, դժվար էր բարձրանալը, բայց հիմա երկրորդ հարկում ենք։ Ասում որ հյուրանոցը ծովին շատ մոտ է, հենց առաջի գիծը, այս լուսամուտից ներում է արդեն ամբողջ ծովը, այստեղ կան փոքր կաֆեներ, սա դիմացի մասն է, գնանք սենյակները, սենյակը նայելու, այս սենյակի համարը 204-ն է, սենյակները եղել են հարմար, 204 համարի սենյակն է այսօր, մեզ բաժին ենք այստեղ սրբիչներ են կախված, այստեղ կա գարդերոբ, կանխիչներով, առանց սեյֆի բնականաբար, այստեղ 2 հատ առանձին այսպես մահճակալ, մենք վերցրել ենք 5 հոգու համար, մի հատ առանձին մահճակալ, այստեղ կա սառնարան, դատարկ եւ առանձնանում է երկրորդ սենյակը, որտեղ կա, այսինքն սա 6 հոգանոց է, ոչ թե 5, ելի նորից նույն տարբերակով 2 առանձին մահճակալ եւ մի հատ առանձին, կա հեռուստացույց, մի քիչ ճիշտ է չափսերով փոքր է, բայց ես թվում է կաշխատի, չնայած ես թվում է այս օրերին հեռուստացույց նայելու ժամանակ դժվար ունենանք, ամբողջ օրը ծովում ենք լինելու կարծում եմ։ Այստեղ գտնվում է զուգարան բանիկ միասին իր դուշով, լվացվելու տեղով եւ իհարկե տուալետով, բանով, զուգարանը կոնքով։ Լուսամուտից տեսարանն է, սա գլխավոր փողոցն է, հիմնական ժողովուրդը այստեղով է գնում ափ գալիս, այստեղ շուրեր են վաճառում, ցերեկը շուրեր, կոշիկներ, տարբեր ապրանքներ։ Ներքևում գտնվում է հենց հյուրանոցի ռեստորանը, որտեղ նույնպես կարող են սնվել։ Սա ափը։ Հյուրանոցի անունը Magnetic Sand Hotel։ Անցած տարի նույնպես այստեղ ենք մնացել մի քանի օր, ասեմ որ պայմանները մինիմալ են, բայց հարմար է ինչով, որ ափը ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է ու ոտքով գնում գալիս ենք մեքենայով գնալու կարիք չկա, մի խոսքով տեղը շատ հարմար է ինձ թվում է,
ճիշտ է մի քիչ գումարային որ նայում ենք մի փոքր բարձրագինը, համեմատած երկրորդ գիծ կամ մի փոքր ենքում կան նաև տներ, որ տրամադրում են, ասենք 2-3 հարգանոց տներ, դրանք մի փոքր ամաչելն են, այնտեղ նույնպես եղել ենք տարիներ առաջ, բայց այստեղ ավելի լավ է մի փոքր գումարը ավել, բայց մի քանի մետր ենքում արդեն ծով է, ստում է տենց ավելի հարմար է։ Դե մեզ բարի հանգիստ, սուրերին իստեղում է հետաքրքիր օրեր կասկասնենք, հիշողություններով լի, ինչ էլ որ լինի, կնկարանեմ և ցուցադրեմ ձեզ։ Բաժանորդագրվեք ալիքին։ Սա հյուրանոցն է, սա կայանման տեղը, որտեղ կանգնում են մեքենաները, մեծ տարածք է շատ։ Ես էլ այստեղ հարմար տեղ գտա կայանելու մեքենան։ Գրված է, որ տեսախցիկներ կան, որով հսկում են, բայց դա իմ մասնագիտությունն է, երկար նայեցի, ոչ մի տեսախցիկ այստեղ չգտա։ Երևի նոր տեսախցիկներ են, անտեսանելի տեսքով։ Ամեն դեպքում մուտքի մոտ կպցրած էր, որ ամբողջ տարածքը հսկվում է տեսախցիկներով, բայց ուսումնասիրել եմ ծառերը, տարածքը, ոչ միտեղ տեսախցիկ չկա։ Այստեղ հետաքրքիր այսպես տաղավարներ կան։ Հետեր են վաճառում։ Բավականին մարդաշատ է, առավոտ է, բայց արդեն բավականին մարդաշատ է լողափը, ընթացքում կունենանք նաև կադրեր դրոնից, մի դրոն էլ եմ վերցրել, ընտանիքս պատրաստվում է ծով մտնելուն։ Ջուր, տեսնենք ջրի ջերմաստիճանը, ասում են մի քիչ ցածր է, բայց չէ։ Բավականին տաք է։
Hello. Լավ է տակա ջուրը։ Hi. Ինչ ես անում ար։ Հա? Ինչ ես անում։ Հիանալի եղանակ է տիրում, շատ լավ, ոչ շատ արև, ոչ շատ հով, բայց ջուրը, ջրի ջերմաստիճանը տաք է ահագին։ Baby, this love, I'll never let it die. Can't be touched by no one. I like to see them try. I'm a madman for your touch, girl, I've lost control. I'm gonna make this last forever, don't tell me it's impossible. I love you for infinity. I love you for infinity. 'Cause I love you for infinity. I love you for infinity. Բարի երեկո բոլորին, այսօր ցերեկը ինքան լողացանք, որ մոռացանք նկարահանման մասին։ Հիմա արդեն երեկո է, ծովափը դեռ լիքն է, ցերեկվա նման մարդը շատ, ճիշտ է ջրում արդեն մարդ չկա, որտեղ չեն թույլատրում ժամը 8-ից 9-ից հետո ջրում մարդ լինի, բայց էլի լողափը մարդը շատ է։ Ցույց կտամ, թե ինչ հետաքրքիր կաղեր կան, ստեղ Արամն ու Արենը ուզում են իրենց ավտոն քշեն։ Абесича. Хорошо. Всё? Arman. Հեսա լողափը մարդը շատ, ստեղ հետաքրքիր խաղեր կան, ատրակցիոններ կան, մեքենաներ, մոտոներ, սա հյուրանոցներն են, հեռու մեր հյուրանոցն է։ Քայլում ենք, զբոսնում ենք ընտանիքով։ Լուսավոր է այստեղ։ Մենք գնում ենք ավտոյի տակ։ Երեկոյա, բայց շատ լուսավոր է։ Մենք գնում ենք ավտոյի կամ մոտոյի տակ։
նյութեր են վաճառում, ինչ է այս նրանց անունը, սմուզի, ինչ է, ուրիշ բանը, սառուցով հյութ, սառուցահյութ, այս ֆրեշ, այստեղ վաճառում են տարբեր տեսակի լողա խուճիկներ, կրուկներ, կոկորդիլոս, այ Արման Family restaurant. Մրգերի աշխարհը։ Փոքր շուկա, բայց առատ մրգերով, առատ ամեն ինչով։ Բայց գները համեմատած մի փոքր բարձր են, համեմատած Թբիլիսի կամ Ռուստավի քաղաքների։ Երկար քայլեցինք, հոգնեցինք, եկանք սենյակ, հանգստանանք, որ առավոտ որոշենք մի քիչ շուտ գնանք ապ, որ ժողովուրդը քիչ լինեն, կարողանանք նկարվել, կունենանք նաև դրոնով նկարներ, գեղեցիկ, ծովի, ափի, մի խոսքով այսօր այսքանը հանգստանանք ու բարի գիշեր բոլորիս։ Բարի լույս։ Բարի լույս։ Հերթական օրը Ուրեկիում։ Առավոտ շուտ եկել ենք, սարը կվազ խմենք։ Վրա։ Այս կվասը վաճառում են այսպես բալկարների մեջ։ Հիմա գնում ենք նախաճաշի համար վրացական ինչ-որ հետաքրքիր բան գնենք, խաչապուրի, մաչապուրի,
Գնանք նայենք ինչ է տակրքիր համեղ ուտեսներ ունեն տեղացիները։ Որտեղ էր։ Ինք ոններ գնացինք։ Պապիրա։ Եվ այսպես մենք գնել ենք հոտ-դոգներ, մի քիչ տեսքը ախորժալի չի, բայց հուսով ենք համեղ է, փքաբլիթ, պոնչիկ, լոբյանի, հետո, այս ինչ էր, ու բանը, բուլկա կոչվում, բուլկու տեսակներ, կրեմով, կտասնս կաթով, և ալին, և նատախտարի, ու տանք համեղ հաց, դե մեզ բարի ախորժակ, նորից բարի երեկո, մեկ բարի դուրս, մեկ բարի երեկո, օրը դենց արագ անցավ, ամբողջ օրը համարյա ջրի մեջ ենք անցկացրել, ծովի մեջ, շատ արագ օրը անցավ, եկավ նորից երեկո, ու հիմա գնում ենք ընտանիքով ինչ-որ տեղ հաց ուտելու, որտեղ քաղցած ենք, չէ, արեն քաղցած ես, դե գնացինք։ Եկել ենք Հայկազի մոտ հաց ուտելու, հիմա մտնենք ներս, գեղեցիկ փայտից կազմով հետաքրքիր փայտից կազմով մենյու է դրեն գրված անգլերեն, վրացերեն և հայերեն հետաքրքիր է ու հաճելի է որ ուրիշ երկրում այլ երկրում նայում ես հայկական ինչ-որ բան, խոհանոց կամ ինչ-որ խանութ կամ և այլն և հիմա նայենք, տեսնենք ինչ հետաքրքիր ուտեսներ կան խորովածի տեսակներ, խինգալիր, ավանդական վրացական խոհանոց, նաև պիցա, ֆրինի, փերշիկ, բաջարական Մի խոսքով ամեն ինչ, շաուրմա, լամաջոժ, նույնիսկ ժինգալով հաց, ապուրների տեսակներ, գորշ և այլն, խաշ, խաշի եղանակ չի հիմա, տոլմա, շախովիլի, մի խոսքով տեսնենք ինչ ենք ընտրում, Սուս կտանք ինչ ընտրեցիք Եվ այսպես պատվերները քիչ-քիչ բերում են Քյաբաբը արդեն տեղում է Արենի պատվերը Թարմ տեղում թխված հաց Շատ համեղ է Դրանց հացերը Լիմոնադ վրացական Բաջարական խաչապուրի Սուպերմեն մեջը Տոլմա
Bak biliyorum. Ocaquri, որը դեռ երում է, բրբրթում է, չէ, տեսինչ։ Ocaquri, գեղեցիկ, համեղ, ախորժելի, սնկով էս ոնց է կոչվում, շամպիոն, հա? Շամպինյոն սունկը պանրով և կանաչիով համեված, և համեղ շաուրմաներ, եկի համար։ Եվ այս ամենի համար մենք վճարում ենք ընդամենը 113 դոլարի։ Մենք սնվեցինք, ամենի շատ համեղ էր։ Հիմա մի փոքր որոշել ենք զբոսնենք ու տեսնենք և ինչ հետաքրքիր վայրեր կան այստեղ ուռեկիում։ Ինչեր է։
Նոր սրճարաններ, ռեստորաններ, երաժշտություն։ Ինչ եկանք հյուրանոցային համար, օրը վերջացավ, արդեն ժամը 12-ն է, կեսգիշեր, զբոսնեցինք, լավ անցավ օրը, հով, զով, հանգիստ օրեր, կհանդիպենք վաղը արդեն, առավոտյան, բարի գիշեր բոլորիս, այսպես նորից բարի լույս, արդեն որ երորդ օրն է անցկացնում ենք ուղեկյուն, երորդ, չորրորդ, այնքան լավ անցնում օրերը, որ արդեն օրերն էլ ենք մոռացել, քանի օր ենք ստեղ։ Ու այսօր որոշել ենք մի քիչ շուտ գնանք լողավ, որ ժողովուրդը մի քիչ լինեն, բայց ոնց հասկանում ենք, արդեն առավոտից ժամը 8-ից ժողովուրդը գտնվում են լողափին։ Գնանք ափ, տեսնենք ինչ վիճակա տիրում։ Տանում են որ ջուր խմցում։ Доброе утро, брат. Бана, зонтиком есть? Но бан ближе, или? А, ближе такое место нет, бро. Пока нет, бана. Это Уже место взяли? хороший. Который? Это большой, зонтики 4 шезлонга. А, это? Нет, там один шезлонг, один бан. Зонтик. Зеленый вот есть. Есть, брат, Вчера такой. тоже взяли. Есть такой. Есть немножко ближе. Есть, брат. А? Это Который? человек, черный цвет. А, вот это? Да. Сейчас будет. Это шезлонг, это холод. Մենք մտածում էինք մարդը շատ չի լինի, բայց ծովափը տեղ չկա։ Այնքան ժողովուրդ են։ Որտեղ եղանակը շատ լավն է։ Դրա համար ժողովուրդը գալիս են առավոտ ու մնում ծովի մեջ մինչև երեկո։ Որպեսզի ժողովուրդը չնեղվեն, որ իրանց նկարում եմ, մի քանի կադր դրոնով նկարեմ։ Screaming till I lose my
նորից երեկո, օրը նորից անցավ շատ արագ եւ ծովային տրամադրությամբ։ Ամբողջ օրը եղել ենք ջրի մեջ, այսպես ասած, եւ եկավ երեկոն, վերջի երեկոն, որտեղ վաղը գնալու ենք ուղեկից, այսօր որոշեցինք այցելել ռեստորան, որը կոչվում է Լիկա։ Գնանք նես տեսնենք ինչ համեղ բաներ կան այստեղ։ Մենք ուսումնասիրենք մենյուն, քանի երաժշտությունը շատ բարձր չի։ Արեն մենյուն իրար հետ նայենք։ Ինչպես նույնիսկ դրացական, ավանդական ուտեստներ եւ ոչ միայն։ Երաժշտությունը բարձրացավ, պատվիրենք, ցույց կտամ ինչ ենք պատվիրել։ Եկանք հյուրանոց, օգնած, որտեղ այսօր շատ են գնաց է ծով, լոհաց է, հարցանանք սենյակ, հանգստանանք, որ առավոտ երկար ճանապարհ ենք գնալու դեպի Թբիլիսի ու երկու օր էլ կանցկացնենք Թբիլիսիում, բարի գիշեր բոլորիս։ It's not about the way that you left me. It's even not about the way that you hurt me. First I didn't realize. Tell me, could it be a lie? Would I be strong to face it? I just can't forget it. It's all about love. You say the one I'm thinking of. It's all about lose. A fight I'm always gonna sue. Now it's an ordinary thing. I can feel it every day. It's all about you. It's all about it. It's all about it. It took me days and nights to grow without your need. It was like a fight, I knew I could not win. Tell me, how can I survive? Slowly time is passing by, but I need to face it. I just can't forget it. It's all about love. You're still the one I'm thinking of. It's all about lose. A fight I'm always gonna sue. Now it's an ordinary pain. I can feel it every day. It's all about you. It's all about it. It is an ordinary pain. I can feel it every day. It's all about you. It's all about it. It's all about you. It's all about it. It's all about it. Ինչ բարի օր, ողջունում եմ բոլորին։ Մենք գտնվում ենք Թբիլիսիում։
Շատ հյուրանոցներ ենք հյուրընկալել Թբիլիսիում մեծ տարիների ընթացքում, բայց այս անգամ որոշեցինք հյուրընկալել Մարանի բյուտիկ հոթել։ Հետաքրքիր անվանունով հյուրանոց, որտեղ արդեն տեղավորվել ենք, հիմա մի փոքր ցույց կտամ ինչ գեղեցիկ կահավորված եւ լավ մթնոլորտ է։ Այստեղ գրված է անվանումը Մարանի բյուտիկ հոթել։ Եվ հենց դրսից արդեն յուրահատուկ այսպես յուրահատուկ հետաքրքիր դիզայնով սամուտքն է, վերևում գտնվում ասենց ինչպես կոչվում է բալկոն, հա տերասա, հիմա կբարձրանամ վերևից ցույց կտամ ակներս հետաքրքիր աստիճաններով տանկիր դիզայնով բացության նստելու այր մի քանի հոգու համար այսպես հետաքրքիր և մյուս կողմում այստեն գեղեցիկ այսպես մի հատ պատկեր այստեղից էլ է քաղաքի մի մասը երևում, լեռներել են երևում այսպես գնամ ինձ ցույց տամ սենյակը, որտեղ պետք է մնանք 2 օր շատ եմ սիրում այսինչ հետաքրքիր դիզայնով գործեր գտնվում ենք ներսում նույնպես ամեն ինչ գեղեցիկ դիզայնով նկարներով երրորդ համարի սենյակում և այսպես սենյակը հետաքրքիր նորից ձևով այսպես 5 հոգու համար է մահճակալները 2 հատ մեծ մի հատ այսպես փոքր կա հեռուստացույց կոնդիցիոներ և հետաքրքիր այսպես լուծումներ նայեք պատի վրա այսպես հետաքրքիր նկարներ խալի ինչպես հին ժամանակներում, բայց հինը միշտ էլ մնում է արդիական, չէ։ Կա գեղեցիկ, շատ գեղեցիկ նկար այսպես կա հայլի փոքր և այսպես մեծ երևի այստեղ նաև ներսում ահա կահույք է ներսում հագուստի կախելու տեղ կա ժամացույց այսպես նստելու ինչ են ասում դիվան նորից հետաքրքիր լուծումներով այստեղ կախիչ հին ոճի և իհարկե շուքարան այստեղ կա դուշ
այստեղ կա դուշ։ Մի փոքր է տարածքը, բայց այնպես են արել, որ ամբողջ տեղավորվի այս փոքր հատվածում։ Լուսահանջոտ ենք։ Մի խոսքով հետաքրքիր դիզայնով վայր, որտեղ կմնանք 2 օր։ Եվ այսպես մենք գտնվում ենք կարելի ասել Թբիլիսիի կենտրոնական մասում։ Քիչ այգում գտնվում է, այսպես ասած, ազատության հրապարակը իրենց, Պլոշադ Սվաբոդի, սա Ռուստավելի փողոցն է, և այստեղ գտնվում է գալերեա, ցույց կտամ։ Կոչվում է Գալերեա մոլ, Գալերեա Թբիլիսի, մոլ չի նշվում, բայց ինքը մոլ է։ Դե մտնենք ներս, չգիտեմ ներսում նկարը հանել կարելի է թե չէ, եթե չէ, ուրեմն անվտանգության աշխատողները չեն թողնի նկարել, իսկ եթե թողեն կնկարենք։ Գնանք ներս։ Գեղեցիկ մեծ Այդ չեք վեգաները։ Սաղի հոտերը։ Գեղեցիկ ընդարձակ մոլ է։ Մենք ինչ-որ բան ճաշակենք, ուտենք, երևի օգտվենք այ այս ֆիրմայից, Wendy's, այստեղ ամեն ինչ համեղ է։ Պարզվեց գալերի մոլն էլ աշխատում է մինչև ժամը 22-ը, ինչպես Ռուստավի մոլը, որ չհասցնենք ոչ մի խանութից օգտվենք, նայենք։ Այս մոլն էլ արդեն փակվում է, շացուցի, որ դուրս գանք։ Որ չհասցրեցինք մտնել խանութները տեսնել ինչ խանութներ կան այս մոլում։ Դրանց հաջորդ անգամ ոչ։ Եվ այսպես մենք գտնվում ենք Ազատության հրապարակում Թբիլիսի։ Մենք ենք անցում, տեսնենք մեր անցումներն են գեղեցիկ սիրուն, թե Վրաստանի։ Այստեղ նույնպես խանութներ կան, բայց արդեն փակ են։ Կարելի է մի քիչ ցերեկում անցնել, տեսնեմ ինչ հետաքրքիր խանութներ կան այստեղ։ Հուշանվերներ,
էլի ակուստի խանութ և ուտելու ինչ-որ սպես տաղավանդից։ Ինչ վերադարձանք հյուրանոց, այսօրն էլ ավարտվեց, մի քիչ քայլեցինք, որտև հոգնած էինք, ճանապարհից հոգնել էինք։ Վաղը վերջի օրն է Թբիլիսիում, կփորձենք մի փոքր էլի զբոսնել, քայլել, ինչ-որ նկար անեմ, նորից ցույց կտամ ձեզ։ Դե մեծ բարի գիշեր, առայժմ։ Բարի առավոտ, եկել ենք Նախաճաշի։ Ցույց կտամ խոհանոցը, ինչ գեղեցիկ է կահավորված, այսպես ամենով։ Ավետ չենք։ Ահա, հարցնում են հայք, ասում են կայինք։ Նստենք ինչ կա այստեղ։ Կերշիկ։ Իրոք ես ամիդորն էլ ավելացնեմ։ Սուրտ արավ։ Ինչ է սաղնա։ Բլին։ Ինչի։ Ինչ է սաղնա։ Ալադիկ։ Ալադիկ, պեչենի, կոնֆետ, թեյ։ Ու հետաքրքիր դիզայնով ռադիո, իմ սիրած ռադիո։ Դե մեզ բարյախորժակ Մարանի բուտիկ հոթելում։ Այս բարի օր վերջին, որ գտնվում ենք Վրաստանում, ինչ եմ հեռախոսով նկարում, որտև DJI Pocket-ի ու դրոնի հիշողությունները լրացավ ու այլևս հիշողության քարտ չունեի ավել վերցրած, դրա համար սկսեցի նկարել հեռախոսով։ Հիմա գտնվում ենք քաղաքի ամենամեծ մոլում, որ կոչվում է Espond։ Հիմա ցույց տամ իմ հետևում, սա Espond։ Ես գիտեի Թբիլիսի մոլն է ամենամեծը, բայց ասում են, որ Espond-ն է ամենամեծը։ Այսօր շուտ ենք եկել, որ գոնե ինչ-որ բան կարողանամ նկարահանել, որովհետև ուր գնացինք, այս քանի օրը ասեցին, որ բանը մոլերը փակվում են, որտեղ ժամը 10-ն է արդեն։ Դե կփորձեմ մի քանի բան նկարել Espond-ից։ Ցույց կտամ։ Այստեղ Մակդոնալդսն է, այսպես բոլորը բրենդային խանութներ են, Թայմ կա մեզ ծանոթ, այստեղ գեղեցիկ շատ դրվաններ են, երեկոյան նույնպես շատ գեղեցիկ է այս մասը։ Արեն Այսպես մեծ շինություն է ու բացի այս մասը հետևի կողմը որ կա այն հետևի կողմը սա որ գնանք ցույց կտամ ամբողջ տարածքը Carrefour ու էլեկտրատեխնիկայի խանութներ են եթե թույլատրեն նկարել ամբողջը կնկարեմ ու կցուցադրեմ ձեզ հիմա մտնենք ներս
Այսպես հետաքրքիր պտտվող դուռը։ Բոլինգի մեծ շարը դեմս։ Ստեղ նույնպես տաղավարներ են ներսը։ Բրենդներ կան, որ մեր մոտ Հայաստանում չկան։ Այստեղ վերելակն է, կա այսպիսի խաղ ներսում, իսկ ամբողջ ներքևի հարկը խաղային այսպես տարածք է երեխաների համար։ Միջալուց գները շատ հարմար են, քարտ ես վերցնում ու մի քանի ժամ կարա երեխան խաղա, տարբեր խաղեր։ Ու վերելակ եկավ։ Ընտանիքը։ Ընկանք երկրորդ հար, որտեղ սնվելու վայրեր են բոլորը։ Սա բոլորը ցույց տամ։ Տաշիր պիցա էլ կա այստեղ։ Խնկալի կա։ Հարկերի քանակը ընդամենը 1, 2, 3 հարկ, 4։ Այստեղ ինչքան գիտեմ կինո թատրոն է ներսը։ Մացից և մակդոնալդսի շենքը։ Այստեղ կան պաղպաղակի և հյութերի տաղավարներ։ Ալեն, ինչ ես անում։ Ցամոն։ Սա կփորձենք դրանք ստեղի ցամոնները համովել։ Էս ինչ ապարատա։ Ենթադրում եմ նկարը ուղարկում ես հեռախոսի հետև ինչպես է պատյանը կոչվում չխոլ պատյան դրա վրա հա քո նկարը տպում է երևի տալիս է։ Էսա ներքևը մոդելներն է երևի հա Հետաքրքիր է Էլ կարելի է նայել։ Եվ այսպես որ վերջին այսօրն էլ անցկացրինք Վրաստանում հետաքրքիր օրեր միջալուց ընկանք առևտուրով այսպես ասած ու սկսեցի մի քիչ նկարել վերջի վիդեոն մոլից նկարեցի ու դրանից հետո սկսեցինք արդեն առևտուր անել ու ընկանք առևտուրով Էլ չնկարեցի վիդեո Երեխեք գնացին խաղալու, մենք էլ գնացինք առևտուր անելու Բայց ինչ ոսկ օրը հետաքրքիր էր Եղանակը լավ էր Անցավ մի շաբաթը շատ արագ Վաղ առավոտյան արդեն վերադառնում ենք Երևան Այսօր այսքանը Առավոտ էլ մի պահ կնկարեմ մեր ճանապարհից մինչև սահման անցնելը ու հետո արդեն ամբողջական վիդեոն կցուցադրենք ձեզ Դե բարի գիշեր բոլորիս հաջողություն